Եվ այսպես արդյոք Նիկոլ Փաշինյանը մտավախություններ չունի իր իշխանության ներսում արկա կանանց գումարտակի վերաբերյալ։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին մի քանի օրերի ընթացքում միջազգային մամուլի top 1 թեմաներից մեկը Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալն է։ Այս սկանդալը հերթական վկայությունն է նաև հետևյալի, որ մեր հարգարժան արևմտյան գործընկերները կոռուպցիայի դեմ պայքարը, հակակոռուպցիոն մարմինների ձևավորումը, իրավապահ համակարգի փոփոխությունները, որոնց իրենք նպաստում են, ծառայեցնում են ոչ թե առանձին վերցած պետության կամ ժողովրդի բարեկեցության մակարդակը ավելացնելուն, այլ առաջին հերթին գործիք են արևմուտքի ձեռքում այս կամ այն քաղաքական էլիտայի նկատմամբ վերահսկողություն ունենալու եւ անհրաժեշտ պահին փոխելու համար։ Միգուցե 2018 թվականի իրողությունները եւս այս համատեքստում են եղել, բայց այս ամենը ցույց կտա ապագան։ Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, կրկին ասենք արդեն մի քանի օր է ուկրաինական լրատվամիջոցները, համաշխարհային լրատվամիջոցները խոսում են Վլադիմիր Զելենսկու շուրջ տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ։ Իմաստը սկանդալի հետևյալն է, որ Վլադիմիր Զելենսկու մտերիմները, նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա ավելի քան 20 տարվա ընկեր Տիմուր Մինձիչը ներգրաված են կոռուպցիոն այնպիսի համակարգերում, որոնց շրջանակներում միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարների թալան է իրականացվում, այն էլ էներգետիկ ոլորտում, եւ դա այն իրավիճակում, երբ որ շատ փորձագետների գնահատմամբ 2022 թվականի պատերազմի մեկնարկից հետո ամենադաժան ձմեռը ուկրաինացիներին սպասում է հենց այս տարի եւ դա պայմանավորված է ոչ միայն եղանակային պայմաններով, այլ նաեւ նրանով, որ ռուսական կողմը մեթոդաբար ոչնչացնում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը ու այս իրավիճակում ամերիկացիները բավականին նուրբ աշխատելով այնպիսի կոռուպցիոն սկանդալ են հրամցնում հասարակությանը, որ ստացվում է, որ հարգելի ուկրաինացիներ, դուք մրսում եք, դուք սոված եք, ոչ թե որովհետև մենք ձեզ չենք աջակցում, այլ որ Վլադիմիր Զելենսկի եւ նրա շրջապատը գողանում են։ Ըստ որոշ փորձագետների, սա դրսևորումն է նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների միջև կա ռազմավարական երկխոսություն եւ երկուսն էլ եկել են այն եզրահանգման, որ ներկայիս իշխող էլիտաները Ուկրաինայում խանգարում են այդ ռազմավարական երկխոսությունը վերջնակետին հասցնելու, այսինքն հասցնելու մի իրավիճակի, երբ որ Ռուսաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կգան պայմանավորվածության պատերազմական գործողությունները դադարելու վերաբերյալ, ինչն է նաեւ հետաքրքիր։ Այսօր Վլադիմիր Զելենսկին ոչ միայն Թուրքիայում էր եւ հանդիպում էր թուրք գործընկերների հետ, այլ նաեւ խոսում էր այն մասին, որ հնարավոր է Թուրքիայում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը վերսկսվի, ավելին խոսում է նաեւ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը կլինի Թուրքիայում եւ բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ։ Կա տպավորություն, որ Զելենսկին փորձում է հասկանալ, թե ինչ են իրենից ուզում ամերիկացիները, որ այս տեսակ կոռուպցիոն սկանդալները հրապարակում են, բայց նաև ամերիկյան քաղաքական բիզնեսի յուրահատկություններից մեկը կայանում է նրանում, որ երբ որ այս կամ այն քաղաքական ակտիվը իրենք համարում են սպառված, իրենք իրեն դուրս են գրում, անկախ նրանից, թե ինչ ծառայություններ են նա ժամանակին մատուցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ ընդհանուր առմամբ Արևմուտքի, սրա ամենավառ դրսևորումներից մեկն այն էր, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլի հետ, սա ընդհանրապես բավականին կարևոր անձ է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքի համար հետխորհրդային միության պետությունների, նորանկախ պետությունների պատմության համար, տեսեք 2003 թվականին Վարդերի հեղափոխության առաջնորդն էր Միխայել Սաակաշվիլին։ Դրա հետ մեկտեղ Միխայել Սաակաշվիլին 2008 թվականին այն քաղաքական գործիչն էր, որը սադրեց պատերազմական գործողություններ Վրաստանի եւ Ռուսաստանի միջև, ինչը անհնար դարձրեց ավելի քան 1 տասնամյակով Ռուսաստանի եւ Վրաստանի ցանկացած համագործակցություն։ Հիմա Միխայել Սաակաշվիլին 2021 թվականին հույս ունենալով ռևանշի հասնելու գալիս է Վրաստան, բայց Արևմուտքը իրեն այն աջակցությունը չի ցուցաբերում, որը կարող էր ցուցաբերել եւ վերջն արդյունքում Միխայել Սաակաշվիլին հայտնվում է բանտում։ Այս ամենը վկայություն է հետեւյալի, որ ֆունկցիոնալ առումով օգտագործում են այս կամ այն քաղաքական գործչին, հնարավոր բոլոր շահույթները, այսպես ասած, այդ քաղաքական գործիչ ստանում են ու վերջում իրեն դուրս են գրում, այդ մարդը դառնում է պատմության դասագրքերի գլուխներից մեկը, ընդհանրապես հիմա նույն ճանապարհով գնում է Վլադիմիր Զելենսկի եւ այստեղ է որ տրամաբանական հարց է մեր մոտ առաջանում։ Լավ, Նիկոլ Փաշինյանը միջազգային մամուլ չի կարդում, Նիկոլ Փաշինյանը այս տրամաբանությունը գործընթացների չի կարող անցալել, կրկին ասենք,
մի շարք փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կա ռազմավարական երկխոսություն եւ ցանկացած գործոն, որը խանգարում է այդ ռազմավարական համագործակցությանը, ինքը կարող է լքել քաղաքական թաթերաբերումը։ Այս համատեքստում է, որ նաեւ տրամաբանական հարց է առաջանում, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության ներսում արկա կանանց գումարտակից, այսպես որոշ փորձագետներն են նշում, չի վախենում, խոսքը վերաբերում է հետեւյալի մասին։ Դուք նկատել եք, չէ, որ մեր գլխավոր դատախազն Աննա Վարդապետյանը, մեր Արդարադատության նախարարը Անահիտ Սարգսյանը, մեր Սրփուի Գալյանը որպես եւս մեկ նախարար, իրենք բավականին ակտիվ ներգրավված են արևմտյան մեր հարգարժան արևմտյան գործընկերների տարբեր պրոյեկտներում, այն համատեքստում, որ տարբեր սեմինարներ են անցել, պարբերաբար հանդիպում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանիտ եւ կրկին ասենք, տեսեք ինչն է հետաքրքիր, ամերիկացիները իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը եւ կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող տարբեր ինստիտուտներ, բայց կրկին ասենք ոչ թե այն պատճառով, որ իրենք ուզում են այս կամ այն ժողովրդի համար ապահովել բարօրություն, այլ որպեսզի կարողանան քաղաքական ճնշման գործիքներ ունենալ այս կամ այն պետության քաղաքական էլիտայի նկատմամբ, բայց երբ որ իրենք որոշում են, որ այս կամ այն էլիտայի ներկայացուցիչը պետք է փոխվի, անկախ նրանից, թե մարդը ինչ ծառայություններ է մատուցել արևմուտքին պատմական առանձին վերցած շրջանում, այդ մարդուն դուրս են գրում ու այստեղ է նաև արևմուտքի եւ Ռուսաստանի Դաշնության միջև արկա տարբերությունը այն համատեքստում, որ ռուսները գոնե Ռոստովում տարբեր մարդկանց ապաստան են տալիս։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ դա չի ապահովում։ Մտածեք այդ մասին։